Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է իրավագիտության դոկտոր Հրայր Պալյանը։ Բարև ձեզ, պարոն Պալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պալյան, դուք երկար տարիներ ուսումնասիրել եք ոչ միայն Արցախի, այլ նաև առհասարակ համաշխարհային կոնֆլիկտների պատմությունը ոչ միայն ուսումնասիրել եք, այլ նաև վերլուծել դրանք, ներկայացրել տարբեր աշխատությունների տեսքով։ Վերջերս բրիտանական Palgrave Macmillan հրատարակչության կողմից հրապարակվեց ձեր հերթական գիրքը, որը նվիրված է Արցախի հակամարտությանը եւ օրերս, եթե չեմ սխալվում, New Meg հրատարակչությունը պետք է վերահրապարակի ձեր գիրքը արդեն հայերեն տարբերակով, որը կոչվելու է Անավարտ խաղաղություն, Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները աշխատությունը։ Թեպետ դուք վերնագրում նշում եք Անավարտ խաղաղություն, սակայն Նիկոլ Փաշինյանը համարում է, որ վերջ մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում, խաղաղությունը արդեն թևակողել է Հայաստանը, այլևս մենք որևէ խնդիր չունենք։ Հիմա ինչ հնարավորություններ ենք մենք բաց թողել, որը նշված է գրքում, եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը հռչակված իրական խաղաղություն է բերելու Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ձեր հարցումը կբանջի երկար բացատրություններ։ Խնդրեմ, չեմ Ուրեմն արդյոք խաղաղություն արդեն գոյություն ունի այսօր, թե ոչ հոնգ է սկսենք։ Ոչ տակավին, Երանի, բայց ոչ տակավին։ Այո, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեցավ անցյալ օգոստոսին Washington Trump-ի նախագահ Trump-ի ներկայությամբ, բայց դակավին չէ ստորագրված այդ պայմանագիրը։ Ադրբեջանը կպահանջի որոշ պայմաններ Հայաստանը լրացնեմ նախքան որ այդ համաձայնագիրը վերջնականորեն ստորագրվի։ Առավել թուղթի վրա ստորագրված խաղաղության համաձայնագիրը կմնա թուղթի վրա, եթե կան արգա հարցեր, եթե գոյություն ունին երկու հակամարտող կողմերու միջև ուրեմն արգա հարցեր։ Ամենամեծը մեր արգա հարցեր են 19 բադանտներն են, որոնք դակավին հայ բադանտները, որ դակավին այսօր կգտնվին Բաքուի բանդերում մեջ, անօրեն ցեվով դադարեցված Կրետե ցգյանս բոլորնալ, այսինքն անոնք որոնք 60, չգիտեմ քանի տարեկան են 20 տարվա դադարեցված են, Ադատ ցգյան է դադարեցված։ Ուրեմն առաջին արդի ուրեմն այս կա, երկրորդ ոչ մի խոսք այս համաձայնագրի մեջ այն հողերու մասին, որոնք ադրբեջանցիները կրաված են սովորեն հայաստանյան տերիտորիներ, որ Ադրբեջանը կրաված է 21-22 թվերեն սկսյալ եւ նստած է հողերում վրա մոտ ընդամենը 240 քառակուսի կիլոմետր, եթե չեմ սխալվում 13-14-15 հողաշերտեր բարձունքներ այս տինանտին ամբողջ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքին։ Երրորդ արգա հարց ուրեմն Արցախի դուրս տրված ժողովուրդեն, Արցախեն դուրս տրված հայ ժողովուրդեն, ժողովրդի իրավունքներն են, այս մարդիկ իրավունքներ ունին, վերադարձի իրավունք ունին, իրենց քույքերու առնչությամբ իրավունքներ ունին, որ ամբողջովին ցկված եւ դուրս եկած են։ Եվ այլն շատ սահմանադրության փոփոխություն։ Սահմանադրության փոփոխության, ադիգա բացահայտորեն Ադրբեջանը կբանջի հայտարարության հռչակագիրը հանդի Հայաստանի։ Եվ ուրիշ մանրամասնություններ կան, որ ճիշտ, այո։
Հիմա ինչու ես իմ քիրքս անավարտ խաղաղություն անվանեցինք հայերեն, անգլերենը ավելի ճիշտ կփնոթակրե քրքին էություն, այսինքն anatomy of peacemaking, որ հայերեն քիչ մը դժվար կթարգմանի, ուրեմն այս ծևով թարգմանեցինք։ Իմ քրքիս ուրեմն էությունը ան է, որ ես փորձեցի հասկանալ թե ինչու 30 տարվա բանակցությունները վերջը Արցախի ինգավ։ Ինչու գործընծեցինք Արցախի։ Ինչու ամբողջ շինական աշխատանքը, որ 30 տարին ավելի է, որ Մինսկի խումբի համանախագահները ղեկավարած էին անցյալ 30+ տարիներուն, ինչու ասի փլուզվեցավ այսքան աշխատանքի վերջ։ Եվ ես ասած եմ 9 եզրակացություններով, ոնց մասին կրնան խոսիլ մանրամասնորեն, Առաջինը երկու կողմերու մաքսիմալիստ մոդեցումներ ուրեմն բանակցություններու երկու կողմսելով թե հայկական լա Հայաստան լա Ղարաբաղ իսկ մյուս կողմը Ադրբեջան գիտեք բանակցություններ ես մասնակցած եմ ոչ թե միայն ուսումնասիրեմ բանակցություններ այլ նաև ղեկավարեմ բանակցություններ մասնակցած եմ բանակցություններու մոտ 20 տարբեր երկիրներու շրջաններու բանակցություններուն եւ ընդհանրապես մարդիկ բանակցություններուն գումոդանա սկսելով մաքսիմալիստ թիրքորոշումներ է այնուհետև նվազեցնելով դերմա փողզիչումներ պետք է լան որոշ փոքր փողզիչումներ պետք է լան որ փողզիչումներու ուրեմն երթալով կբահենք ավելի մեծ մասը մեր ունեցածին եւ նաեւ կան բարականեր երբ ոյ մեկ զիջում չեն ներգողմերը բայց զիջում չնող գողմը պետք է ունենա այլընտրանք այսինքն Ադրբեջանը իր այլընտրանքը զենքի ուժով վերակրավել էր այնինչ որ գործունեություն մի բան ընդհանրապես ձեր աշխատությունից կարդացի աշխատություններից մեկը ավելի շուտ այնտեղ նշված էր որ կարևոր դերակատարում ուներ նաև ժամանակի գործոնը որ Ադրբեջանը հույսը դրել էր ժամանակի վրա որ ընթացքում կփոխվի ռազմական բալանսը ընթացքում հնարավոր է փոխվի աշխարհակաղակական իրավիճակը եւ այս պատճառով մշտապես ձգձգում էր որևէ փաստաթուղթ ստորագրելու այդ վերջնաարդյունքին հասնելու կետը Ադրբեջանը երկու այլընտրանք ուներ ժամանակը գխորեր որ ժամանակի իրեն թեր գաշխադի իրեն օկտին գաշխադի եւ այդ ժամանակի ընթացքին իր զինական ուժը ուրեմն զարգացնելու վրա գաշխադի բալանսը կփոխվի ռազմական այս երկու ուրեմն այլընտրանքներ ուներ Ադրբեջան մենք խորեցանք որ ժամանակը մեր օկտին գոկտովի գաշխադի բայց չփարելավեցինք մեր զինվորական կարողությունները հագաթարցելու Ադրբեջանին գուտակած զին ուժին մենք չրինք ադաշխատանքը չրինք շատ ցավոք սրտի չրինք եւ մեր այլընտրանքը ամբողջովին սխալ դուրս եկավ այսինքն ժամանակը մեր թեմ աշխատեց որովհետեւ Ադրբեջանին թեր աշխատեր ժամանակը այս մեկ երկրորդ 19-20 թվերուն մենք ամեն չանք տապեցինք կարծես մեր բերությունը ամեն չանք տապեց կարծես որ թիմացինին թե Թուրքին եւ թե Ադրբեջանին քրքրեն եւ հրեն դեպի պատերազմ անբադասխանադու խոսույթներով անբադասխանադու քայլերով այսինքն կարող ենք եզրակացնել որ 2018-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում այսօրվա իշխանությունները արեցին հնարավորին ամեն ինչ որպեսզի Ադրբեջանի համար կանաչ լույս վառեն միջազգային հանրության կողմից այսինքն լեգիտիմ իրավունք տան պատերազմ սկսելու եւ Թուրքիա իհարկե ներառյալ Թուրքիան ես ինչի շեշտեցի Ադրբեջանը որպես ուղիղ կողմ Թուրքիան ուղիղ մասնակցեց 20-ի պատերազմին Թուրքիան ուղիղ մասնակից էր 20-ի պատերազմին Թուրքիո գեներալները ղեկավարային ըստ հենց իրանք էին ղեկավարում այո այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ Արցախը Հայաստանը եւ վերջ այնուհետեւ երբ որ հայտարարեց որ ես բանակցությունները սկսում եմ զրոյական կետից իմ օրակարգով ստացվեց որ այս 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արված ողջ աշխատանքը ջուր է ոչինչ էր այո դարով առավել հայտարարություններ եղան 19-20 թվին որ եթե նույնիսկ
Ղարաբաղի գարկավիճակը, ուրեմն իրավունքները գարկավորվին եւ անկախությունը ճանաչվի, մենք կրաբյալ շրջանները պիտի վերադարձնենք։ Ասինչ կնշանակե։ Եթե ոչ բادرազմի հրավեր թիմացինին։ Հայդարարեցինք նաև, բեդությունը հայդարարեց նաև, որ Սևրի տաշնակիրը 20 թվականի Սևրի տաշնակիրը դակավին իզորույը։ Եթե Թուրքիայը լայր ինչ պիտի, պատասխանը ինչ պիտի լար, նույնպես քրքրիչ հայդարարություններ, անդեղի քրքրիչ հայդարարություններ, բաներ, կորձունեություններ եւ այն։ Ասի երկրորդ կարևոր փաստողումն է։ Երրորդ փաստողումը, մեր փաստողումը Ղարաբաղը որպես առանցին բերություն դուրս բահվիլներ բանակցային կորձընթացին Հայաստանը երբ որ ստացնեց 98 թվին Ղարաբաղի բանակցություններու պատասխանատվությունը եւ Ղարաբաղը դուրս բահեց բանակցություններից երրորդ սխալը մեր Շարունակեք այսինքն ուզում եք ասեք որ այդ ժամանակ Արցախը սուբյեկտից վերածվեց օբյեկտի որպես բանակցային կողմ նա դադարեց սեղանի շուրջ ներկայացվելուց եւ ստացվում է որ ավտոմատ ինքնորոշման իրավունքը մղվեց երկրորդ պլան կարող ենք այդպես հասկանալ ամբողջն շատ ճիշտ է սա բնորոշումնիդ ինքնորոշման իրավունքը դուրս բահվեց եւ ասիա ամբողջ դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բادرազմի եւ խաղաղություն փորձելու ուրեմն գործընթացի Իսկ երրորդ հնարավորությունն է։ Ասի երրորդն է։ Դա երրորդն է։ Անցնեմ չորրորդին։ Չորրորդ նաև ուրեմն պետք է ասել, որ համանախագահները իրենց սխալները կործեցին։ Ովևէ մեկ բանակցություն ղեկավարող ուրեմն երրորդ կողմի որոշ բաներ ունին Կորզիկներ պետք է գոկտակորձենք, կորզիկներ գոկտակորձենք, համոզելու գոմերը, որ զիջումներու երտան։ Օրինակի համար, բաջամիջոցներու թիմել, եթե այս կամ այն խոստումները չգադարեն։ Օրինակ համար, երբ որ զինատատարը գխախտվի, այն գոմը, որ զինատատարը խախտելու պատասխանատվությունը էր, օրինակ 16 թվին, Բաջամիջոցներու պետք է թիմի միջնորդները։ Բայց փաստը որ 2016 թվականին ներողություն որ ընդհատեցի, այնուամենայնիվ Ադրբեջանը չհասավ իր նպատակին, ինչ որ դրել էր իր առջև։ Կարևոր չէ։ Կարևորը որ ինքը խախտեց զինատատարը մեծ մասշտաբով խախտեց, ոչ թե ամենօրյա համազարգերը սահմաններով վրա, այլ մեծ մասշտաբով խախտեց ուրեմն զինատատարը եւ ոչ մի հետևանք ադոր Իսկ ինչ պատժամիջոցներ ըստ պետք է կիրառվեին Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա ի վերջո հրաժարվեր հարցը էսկալացիայի միջոցով լուծելու տարբերակից։ Ինչ պատժամիջոց։ Օրինակի համար Ադրբեջանը իր ամբողջ եկամուտի համար կվստահեր իր նավթի արդատման, գազի արդատմամբ։ Արդյոք կարելի էր այդ նավթի արդատման միջոցով կոյացվող գումարին վրա պատժամիջոցներ դնել։ Բայց հասկանամ միջազգային համայնքը հոն շահեր ուներ Ադրբեջանի հետ համագայ շահեր ուներ եւ չեր գա պիտի ճուզեր պիտի չի գամերար ուրեմն բայց ամեն բարակայից ցախողեցավ ովևէ մեկ հետևանք ունենալու այսինքն երբ որ զինատատարը ցախողվեց ուրիշ կարելի է այսինքն թրագան քայլեր առնել եթե այս կամ այն զիջումը անեք այս կամ այն արդյունքը գրնա ունենալ եւ այլն այս միջոցներում բնավ չթիմեցին միջազգային համայնքի ուրեմն երրորդ կողմ միջնորդները մեր բարակային համանախագահները ասիկա ուրեմն 4-րդ գերներ 5-րդ միջազգային հարաբերությունները մինչև ասենք 2000 թվականներու գեսերուն Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսա, Արևմուտք եւ Ռուսաստանը սերգուզեմ բավական համերաշտ ցևով գմոդենային Ղարաբաղի հարցի ուրեմն միջնորդության իրենց արաքելության բայց 2000-ի գեսերենը սկսյալ
այս արևելք արևմուտք հագամարտությունը շատ սրեց, սկսավ սրիլ, հանգեցավ 2008-ի անշուշտ Վրաստանի Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա եւ այլ միջազգային միջադեպեր, ուր իրենց հարաբերությունը այնքան սրեց, որ այլևս չգրցան իրար հետ համերաշխ ծևով մոդենալ։ Երբ որ միջնորդները մեկ միջնորդ ունի, արդեն կորձը շատ դժվար է։ Երբ որ 3 միջնորդ կա, կորձը առավել չէ դժվարանա, երբ որ 3 միջնորդ կա։ Ուրեմն ասալ 5-րդ, այսինքն գնանք շարունակել, բայց այսինքն աշխարհաքաղաքական իրավիճակը նաև նպաստեց, բայց այս պարագայում Հայաստանի իշխանությունները արդյոք չպետք է ունենային քաղաքական այնքան ճկունություն, որպեսզի կարողանային այդ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմանը զուգահեռ նաև որդեգրեին այնպիսի քաղաքականություն, որը չհասցներ նման աղետի մասշտաբների։ Հոմբե չեր հասնենք, մենք 97 թվին երկրորդ կեսին 97 թվի երկրորդ կեսին, երբ որ համանախագահները առաջարկ ներկայացուցին, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մեկ թիթն ենք հիմա, այսօրվա դե ֆակտո անկախությունը Ղարաբաղի կարգավորենք։ Միացյալ Ազգերու ուրեմն Աբովյան խորհրդի որոշումներով Ղարաբաղը բահելով իր փանակը շուրջի խոսում փուլային տարբերակի մասին էր եւ մենք ասիկա ըստ ինձի ըստ իմ ուսումնասիրությանս 97-ի երկրորդ կեսի առաջարկը մերժելը Հայաստանի մերժելը ամենամեծ փաստողված կարելիություններ ասիկա հնարավորություններ նախագահը գուզեր ընդունել ադիգա բայց նախարարներ ուժային ազգային անվտանգության խորհուրդը մերժեց այդ տարբերակը ինչի հետ կապված իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ կգա ժամանակը որ մենք խնդրենք սակայն չենք ստանա այն ինչ որ այսօր ունենք բայց պարոն Պալյան ժամանակի ընթացքում որքան էլ այդ փուլային տարբերակը մերժվեց որքան էլ այդ ժամանակվա իշխանությունները հայտարարեցին որ մենք կգնանք փաթեթային տարբերակով այնուհետև եկավ մադրիդյան սկզբունքները ես չեմ ուզում խորանալ ամեն մեկի մասին առանձին մադրիդյան սկզբունքները հետո Կազանի փաստաթուղթը որը խոշոր հաշվով մադրիդյան սկզբունքների ավելի արդիական տարբերակներ բայց այնուամենայնիվ Հայաստանի ոչ մի իշխանություն, որքան ես գիտեմ, չի գնացել այդպես կտրուկ մերժողական ճանապարհով, որ Հայաստանում ընդունված է ասել ոչ մի թիզական, այդ ոչ մի թիզական ճանապարհով Հայաստանի եւ ոչ մի իշխանություն չի գնացել, այսինքն մշտապես պատրաստ են եղել փոխզիջումների եւ ադրբեջանական կողմն է հնարավորինս խուսափել վերջնական ստորագրումից, այսինքն այն ժամանակ Ադրբեջանը գնում էր հարցը չկարգավորելու դեստրուկտիվ ուղղությամբ, այո, կարող ենք եզրակացնենք։ Այո, եւ ես ադոր համար է որ գսեմ 97-ի փաստողված հնարավորությունը ամենակարևոր փաստողված հնարավորությունն էր, որովհետեւ այն ժամանակ Ալիևը Հայդար Ալիևը իր պրագմատիկ մոդեցումով Ղարաբաղի առնչությամբ, որովհետև ինքը ավելի մտահոգ էր Նախիջևանի առնչությամբ, քան թե Ղարաբաղի, պատրաստ էր ընդունելու այն դարբերակը, որ Մինսկի խումբի համանախագահները ներկայացուցին 97-ի սեպտեմբերին։ Պատրաստ էր ընդունելու։ Հոս է որ այս 97-ը գտարնա անգյունաթարցային ուրեմն առաջարկ։ Անգևեջ բոլորն առաջարներուն մենք այո շարունակեցինք փանակցիլ փնավ ոչսինք առաջարներուն լա Key West լա Կազան լա Մադրիդ եւ այն մենք ոչ չսինք միշտ ոչսողը ադրբեջաններ միշտ ոչսողը ադրբեջաններ եւ ադրբեջանը միշտ կգենար այն դեսագետեմ որ Ղարաբաղը ադրբեջանի մաս կգազմե եւ վերջ Պարոն Փալյան, ներկայումս ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից ու փորձում ներկայացնել, որ մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք ապրում, սակայն ակնհայտ է, որ այդ նույն տեսակետը չունի Ալիևը, որովհետև իմ համոզմամբ խաղաղությունը միայն զենքերի լռությունը չէ, խաղաղությունը նաև պահանջների ավարտն է, իսկ ադրբեջանական պահանջները չեն ավարտվում։ Օրինակ բերենք Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ գաղափարախոսությունը Ալիևը հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք, այլ խոսքով ասած ժխտում է Հայաստանի լեգիտիմ գոյության իրավունքը առհասարակ։ Նիկոլ Փաշինյանը դրան հակադրում է
արցախցիների վերադարձի իրավունքը, որը միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Այսինքն, երբ որ Նիկոլ Փաշինյանը կեղծ գաղափարախոսությանը հակադրում է բնական մարդու բնական իրավունքը, դրանով լեգիտիմացնում է Ալիևի պահանջները եւ առաջարկում, որպեսզի Հայաստանը հրաժարվի արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ լինելուց, փոխարենը Ալիևն էլ հրաժարվի Արևմտյան Ադրբեջանից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արցախցիների վերադարձի իրավունքից, իսկ Ալիևը ոչ։ Հիմա այս իրավիճակը արդյոք չի նշանակում, որ պատերազմը ընդհանրապես չի դադարել։ Պարզապես դրսևորումն է փոխվել։ Կոշտ պատերազմը վերածվել է փափուկ ուժի գործադրման։ Չէ, պատերազմը դադարված է։ Պատերազմը նվազագույնը պատերազմը դադարված է արժամյա ցևով։ Այսինքն այսօր զենքերը դադարած են իրար վրա գրագել է, անօտաչուները դադարած են այս կամ այն կողմին զառնել է, ադիգա կեցած է, բայց ժամանակավոր։ Մինչև անադեմ, որ այս խաղաղության գործընթացը երկրներու մեջ արմատ գցե։ Արմատ գցե ժողովրդի մեջ։ Եվ արմատ չի գցե ժողովրդի մեջ, մինչև անադեմ, որ արգա հարցեր կան երկրներու միջև։ Մինչև անադեմ, որ Ադրբեջանի ղեկավարը դակավին գշարունակե ոդնցկություններ, կոնե պերանացի ոդնցկություններ գտել Հայաստանի հողային ամբողջականության թեմ։ Սկսյալ 240 քառակուսի կիլոմետր հողերեն, առավել իր մահանջներեն, որ նույնիսկ Երևանը ադրբեջանական հողամաս կգազմե, Սևանալիջը իրենց կպատկանի, Զանգեզուրը Սյունիքը իրենց կպատկանի եւ այլն եւ այլն։ Ասամփողջը Ադրբեջանի խոսույթի պատերազմի մաս կգազմի, խոսույթի հարցագողականի մաս կգազմի։ Հիմա թուղթի գդորը ստորագրելը մեկ բան է, ժողովուրդներու միջև խաղաղություն հաստատելը ուրիշ բան, մեկ այլ բան է, այո։ Եվ ադիգա կարելի չէ հաստատել եւ արմատ ցկե ժողովուրդներու միջև անադեմ, որ աս արգա հարցերը չեն լուծված, չեն Ես գիտեք ինչի օրինակը բերեցի կոշտ պատերազմից անցումը փափուկ պատերազմին, անշուշտ կհիշեք, երբ որ 88 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որը ի վերջո հանգեցրեց պատերազմի, այսինքն Ադրբեջանը դիմեց պատերազմի, Թուրքիայի այն ժամանակվա բարձրաստիճան իշխանությունների կողմից հնչում էին տեսակետներ, որ Ադրբեջանի կողմից հիմարություն է Հայաստանի դեմ պատերազմելը, որովհետև եթե չլիներ պատերազմը, ապա մենք կվերցնեինք ոչ միայն Արցախը, այլ նաև ամբողջ Հայաստանը։ Եվ 44-օրյա պատերազմից հետո էլ նույն խոսույթը շրջանառվեց, այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից, որ մենք Արցախը վերցրեցինք տանկերով, Հայաստանը կվերցնենք մեքենաներով։ Հիմա հենց այդ համատեքստում եմ ուզում ասել, որ Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը չի ավարտվել։ Հենց այդ համատեքստում եմ ուզում ասել, որ պատերազմը ձեր ասած իրար վրա կրակելուց տեղափոխվել է մեքենաներով Հայաստանը վերցնելու ցանկության դաշտ։ Կարևոր է նկատի առնել, թե ով է գասա այս խոսքերը։ Նախագահն է, Թուրքիա նախագահն է, թե թուրք լրակրոմը կամ կոնֆլիկտ ապամը կամ քաղաքակետմն է, որ այսպիսի հարցեր գարձարձե խոսույթներ կօգտագործե։ Նկատունեք 88-ին, թե 88-ին եւ հիմա շատ կարևոր է դարբերել այս երկուքը։ Ես կխորիմ, որ Հայաստանի եւ Թուրքիո միջև դիվանագիտական հարաբերություններու ղեկավարումը կարելի քայլմն է, որ պետք է առնել։ Հիմա շատ հարցեր կան Հայաստանի եւ Թուրքիո միջև։ Առաջին ցեղասպանության հարցը։ Այս ցեղասպանության հարցը պետք է խոչընդոտը լավ, որ երկու երկրներու միջև դիվանագիտական հարց հաստատվի։ Չեմ ասել, որ քորքի դակ պետք է ավլվի ասածը։ Ոչ, այս հարցը պետք է արձածվի վերջը երկու պատասխանատու պատասխանատուներու միջև, այսինքն pedagogan մարդոց միջև այս հարցը պետք է արձանագրի։ Նաև չի արգելեր, որ ժողովուրդը իր ցայնը բարձրացնի իր բանջարներով։ Օրինակի համար երկու շաբաթեն ապրիլ 24 է։ Այսինքն զիզերնակապետ ոչ հերոս դերեն ժողովուրդը պիտի կա իր սելիկը ասե ցեղասպանության առնչությամբ։
Չէ՞։ Եվ նաև սպիրկի մեջ ժողովուրդը հայությունը նույն ցևով պիտի իր ցասումը լավ sense ին բառերով ասած այո իր բանջարությունը ներկայացնում բայց նայեք Նիկոլ Փաշինյանը իմ խորին համոզմամբ եւ ոչ միայն իմ հետեւողականորեն գնում է ցեղասպանության առհասարակ ուրացմանը նայեք վերջերս Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետեւյալը որ մենք չպետք է խանգարենք Թուրքիային որպեսզի նա զարգանա մեծ Թուրանի գաղափարախոսության ստեղծման ուղղությամբ եւ օրինակը Թրիփն էր Վաշինգտոնում երբ որ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Թրիփի հետ կապված ինչը թե Թուրքիան թե Ադրբեջանը չեն դադարում անվանել Զանգեզուրի միջանցք այսինքն դա ունի միջանցքային տրամաբանություն եւ իրականացավ թե Թուրքիայի թե Ադրբեջանի վաղեմի երազանքը ուղիղ կապ հաստատել միմյանց հետ ցամաքային Հայաստանի միջոցով հիմա նայեք Իրանում ընթացող պատերազմը փոխեց ամբողջ պատկերը եւ Թրիփը մի տեսակ սարքեց մշուշոտ ճակատագիրը որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր այն ներկայացնել որպես Հայաստանի անվտանգության ինչ-որ մեխանիզմ սակայն Իրանի պատերազմը փոխեց պատկերը եւ այս վերջերս Նիկոլ Փաշինյանը Ալիևին բաց տեքստով առաջարկեց ճանապարհ նաեւ երասխով այսինքն հիմա նման իրավիճակում Արդյոք Հայաստանը չի կանգնում վտանգի առաջ, որ ընդհանրապես կարող է որպես քաղաքական միավոր, չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետություն, այլ որպես գործոն դադարել գոյություն ունենալուց։ Ընդհանրապես լինի սպասարկող թուրք-ադրբեջանական քաղաքական շահերին կամ ընդհանրապես ճանապարհ, որով կարող են գնալ գալ թուրքերն ու ադրբեջանցիները։ Նայեցեք, Թրիփը երկու ցևով կարելի է տեսնել, որպես քոյթենական վտանգ Հայաստանի դեմ, կամ որպես քոյթենական գարանտի քրավական ես այդպես երկրորդը գնայım որպես քոյթենական քրավական բայց Թրիփի մանրամասնությունները այսօր կբացին մանրամասնությունները շատ մենք տեղյակ չենք այդ չկա մանրամասնությունները քոյություն չունին ուրեմն Թրիփը թե վտանգ արդյոք վտանգ է թե ուրեմն քրավական է օգուտ է պիտի գախյալը լա Թրիփի մանրամասնություններում որոնք այսօր բանակցության մեջ են եւ Թրիփը ես խորին որ Իրանի պատերազմի պատճառով Թրիփը ավելի կարևոր կորձընթացի վերածվեցավ, որովհետև աս միջին կորիդորը, որ միջին գետրոնական Ասիային թեպի Թուրքիայի վանգեթեպի Եվրոպա պիտանցնի շրջանցելով Ռուսաստանը, ուրիշ ճանապարհ չունի, որովհետև այսօր Իրանը այնքան խարինջաղաճ վիճակի մեջ է, որ Իրանի վրայով, եթե նույնիսկ ամերիկան ուզե չեն գնալ անցնել այլևս այդ ճանապարհը, այսինքն պետք է անցնին այս շրջանեն։ Ուրեմն Թրիփը ավելի ռազմավարական կարևորություն կստանա ոչ թե միայն Թուրքիո կամ Ադրբեջանի համար, այլ նաև միջազգային համայնքի համար, արևմուտքի համար ավելի կարևոր ռազմավարական կարևորություն կստանա։ Չկա վտանգ, ուրեմն մանրամասնություններում վրան է որ պետք է գետրոնանանք եւ ոչ թե ասենք թե Թրիփը լավ է կամ լավ չէ կամ Թրիփը չեն կուզել կամ Թրիփը միջանցքի ուզել չուզելը չէ, նայեք, երբ որ Վաշինգտոնում ձեռք բերվեց համաձայնագիրը, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը միջազգային մամուլին տված հարցազրույցներում շեշտում էր, որ Թրիփը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, այլ նաեւ Ռուսաստանին, Իրանին եւ այլն, այսինքն լինելու է կենտրոն, որից օգտվելու են բոլորը, սակայն կարճ ժամանակ անց Իրանը ոչ միայն իր անհանգստություններն էր հայտնում Թրիփի հետ կապված, այլ նույնիսկ վերջերս Իրանի դեսպանը Հայաստանում շատ կոշտ արձագանքեց, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց սահմանի մոտ որևէ ներկայություն ամերիկյան ընդհանուր հասավային աստիճանի, որ Հայաստանին մեղադրեց, որ Հայաստանը ուզում է միանալ հակաիրանական կոալիցիային եւ Իրանում աստիճանաբար ստեղծվում է մոտեցում, որ Հայաստանը դասվում է, սկսում է ամենայն դեպս դասվել Ադրբեջանը, ներողություն թշնամական որ մոտեցում ունեցող երկրների շարքին։ Ահա այստեղ չկա վտանգ, որ ի վերջո մեր Սյունիքի մարզը կարող է վերածվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թաթերաբերի։ Այո, վտանգը գոյություն ունի եւ մեծ վտանգ գոյություն ունի, որ Թրիփը վերածվի աշխարհաքաղաքական ուրեմն
գիզագետի Իրանի եւ Ռուսաստանի թեմ։ Ճիշտ է որ խոսիմ մանրամասնություններու մասին, Թրիփի համացանության մանրամասնություններեն գախյալ բիլա թե Թրիփը մեզի օգտագար միջոցառում բիլա թե մեզի վնասագար միջոցառում բիլա այդ մանրամասնություններում մեջ է թե Թրիփը ինչ կգոչեն Ադրբեջանը միջանց կգոչեն Զանգեզուրի միջանց կարևոր չէ կարևոր է որ համացանակի մեջ ինչ կրված է եւ նաեւ առավել Թրիփի հետ միասին օգոստոսի Վաշինգտոնի համացանակի մեջ հայտարարության մեջ կար Հայաստանի համադեղ իրավունքները, այսինքն Հայաստանը ինչ կստանա Թրիփի փոխարեն Հայաստանը արդյոք պիտի գարենա Ադրբեջանի եւ Նախիջևանի վրայով նաեւ օգտագործել, ասենք Իրանի, Թուրքիո կամ Ռուսաստանի հետ իր գաբը բահելու համար։ Այս մասին ոչ մեկ խոսք կա, հակառակորդ Թրիփի մեջ այս դվյալը կա, այս մասին մանրամասնություն գոյություն չունի։ Հոսե որ Գարձեմ մենք կցախողենք։ Պարոն Փալյան, մանրամասնություններում մեջ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանում այլևս երբեք Ղարաբաղյան շարժում չի լինելու, որքան էլ հայտարարի, որ արցախցիների վերադարձի հարցը փակված է, այնուամենայնիվ իմ խորին համոզմամբ աշխարհում չի լինում մի այնպիսի հարց, որը վերջնականորեն փակված լինի։ Եվ շատ դեպքերում ամեն ինչ կախված է հենց անձերից, որովհետև անձն է ի վերջո որոշում պատմությունը, անձն է որոշում քաղաքականությունը, անձն է փոխում իրավիճակը։ Հիմա դուք ուսումնասիրել եք բազմաթիվ հակամարտություններ, վերլուծել եք այդ բոլոր հակամարտությունները։ Հիմա այնուամենայնիվ մենք ինչպիսի հնարավորություններ ունենք, ոչ թե ինչ ենք բաց թողել, այլ ապագայում ինչպիսի հնարավորություններ ունենք, որպեսզի ինչ-որ մի ձև հասնենք հարցերի, խնդիրների հայանպաստ լուծմանը։ Նայեցեք, Արցախցիներու վերադարձի իրավունքը ոչ ինձի կպատկանի, ոչ ցեզի կպատկանի, ոչ Նիկոլ Փաշինյանին կպատկանի, ոչ ուրիշ պաշտոնյայի կառավարական կպատկանի, Արցախցիներուն կպատկանի։ Իրավունքը արցախցիներուն իրավունքն է։ Ասիկա չմոռնանք։ Արցախցիներն են, որ պետք է կարենան որոշել, թե վերադարձի իրավունքը ինչպես պիտի իրացնեն, այո։ Հիմա թե այսօր վաղը մյուսօր չգիտեմ քանի տարի վերջը, քանի դասնամյակ վերջը այդ իրավունքը գերականացվի, չգիտեմ, չեմ գնար գրահել ժամանակը ցույց կտա եւ վերադարձի իրավունքը միայն ֆիզիկական վերադարձի իրավունք չէ, շատ այլ իրավունքներ մեր պատմամշակութային արժեքները իրավունքներ կներառնի, այո։ Եվ իրենց անշարժ քույքերը որ հոնտողած են։ Այսինքն կարող ենք փաստել, որ ոչ մի հնարավորություն վերջնականապես մենք չենք կորցրել եւ լավ քաղաքական լավ աշխատելու ազգային իշխանություն ունենալու դեպքում մենք կհասնենք հարցերի ելի եմ շեշտում հայանպաստ լուծմանը այս կամ այն չափով, եթե նույնիսկ ամբողջովին ոչ գոնե որոշակի հայանպաստ լուծումների կարող ենք հասնել։ Նորեն կգտնեմ, իրավունքը արցախցիներին կպատկանի։ Չէ, խոսքս միայն Արցախի մասին չի, այլ առհասարակ նաև այն խաղաղության ներկայացվող, որը ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որպես խաղաղության, բայց մենք տեսնում ենք Ադրբեջանի անդադար պահանջները, մշտապես ներկայացնող պահանջները, նկատի ունեմ ինչ-որ նաև գա մի կետ, որը իրոք խաղաղություն լինի, ոչ թե մանիպուլյատիվ խաղաղություն, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղություն լինի ժողովուրդներու միջև։ Հոն է որ պետք է ցկտինք։ Դե ինչ պարոն Փալյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի իրավագիտության դոկտոր Հրայր Պալյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ